Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 11, որ փրկեց մեզ խավարի իշխանությունիցը և փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, Կողոսացիս 1:13 խոսք։ Մենք ոչ միայն խավարի մեջ էինք գտնվում, այլ ինքներս խավար էինք։ Մարդ կարող է լինել մթության մեջ, բայց եթե ունի տեսողություն, ապա երբ լույսը հայտնվի, նա կտեսնի։ Լույսի զավակը երբեմն կարող է չհասկանալ որևէ ճշմարտություն կամ խոստում և այդ առումով խավարի մեջ լինել, սակայն նա ունի հոգևոր աչքեր։ Իսկ Քրիստոսից հեռու մարդը չունի այդ աչքը, ուստի ինքն իրենից արդեն խավար է։ Այդ խավարը չի կարող լուսավորվել, եթե մարդը միություն չունենա Քրիստոսի հետ, ինչը արտահայտված է հետևյալ խոսքում. բայց հիմա լույս եք տերումը, Եփեսացիս 5:8 խոսք։ Ինչպես մարմնական աչքը, եթե կորչի, մարդկային բժշկությամբ կամ կարողությամբ չի կարող վերականգնվել, այնպես էլ հոգևոր տեսողությունը, որը կորցվել է Ադամի մեղքի պատճառով, չի կարող վերականգնվել մարդկանց կամ նույնիսկ հրեշտակների ուսուցմամբ։ Սա այն հիվանդություններից մեկն է, որը Քրիստոսը եկավ բուժելու, Ղուկաս 4:18 խոսք։ Ճիշտ է, կա բանականության մի լույս, որը բնությամբ տրված է յուրաքանչյուր մարդու, սակայն այդ լույսը խավար է սրբերի լույսի համեմատ, ինչպես գիշերն է խավար օրվա համեմատ, նույնիսկ այն ժամանակ, երբ լուսինը լիակատար փառքով է շողում։ Բանականության այս գիշերային լույսը կարող է մարդուն հեռու պահել որոշ ակնհայտ վտանգներից կամ մեծ ու ծանր մեղքերից, բայց երբեք չի կարող օգնել նրան տեսնելու և հաղթահարելու այն թաքնված ապականությունները, որոնք Սուրբը պարզ տեսնում է հոգևոր գիտության լույսի շողերի մեջ, ինչպես արևի ճառագայթների մեջ երևացող մանր փոշեհատիկները։ Մարդու առջև դրված է այնպիսի նուրբ և խորը գործ, որը հնարավոր չէ կատարել բնական գիտելիքի մոմի աղոտ լույսով։ Ավելին, նույնիսկ երբ բնության այս լույսին միանում է Սուրբ Հոգու կողմից տրված ընդհանուր լուսավորությունը, այնուամենայնիվ դա դեռևս խավար է, համեմատած նորոգված Հոգու սրբագործող գիտելիքի հետ։ Այդ գիտելիքը ոչ միայն բացահայտում է հոգևոր ճշմարտությունները, այլև միաժամանակ ջերմացնում է սիրտը ճշմարտության հանդեպ սիրով։ Այն նման է արևին, որն ունի կյանք պարգևող և աճեցնող զորություն, մինչդեռ մյուս լույսերը զուրկ են այդ հատկությունից։ Ուստի այն սիրտը, որը միայն այդ ընդհանուր լուսավորությունն ունի, մնում է սառը և հոգևորապես մեռած։ Նա այլևս այնքան ուժ չունի սատանային դիմադրելու, որքան կունենար, եթե նույնիսկ պատվիրանը չիմանար։ Մինչդեռ քրիստոնյայի գիտելիքը նույնիսկ երբ գայթակղության պատճառով ժամանակավորապես գերեվարվում է, շարունակում է հետապնդել և վերադարձնել հոգին, ինչպես Աբրահամը, երբ փրկեց իր եղբորորդի Ղովտին թշնամիների ձեռքից։